Գյումրու Ղանդիլյան փողոցի երկրորդական և քաղաքում այն եզակի փողոցներից է այս փողոցը, որտեղ ովի երթևեկելիս մեքենաները դեռևս շարքից դուրս չեն գալիս և մայթերին էլ հանգիստ կարելի է քայլել բարձրակրունկներով։ Նմանատիպ 20 փողոց հիմնանորոգվեց 2024 թվականից, գումարները հատկացվեցին 2026 թվականի մարտի 19-ի կառավարության նիստին։ Գյումրի համայնքի երկրորդային 20 փողոցների հիմնանորոգում կատարված է աշխատանքների 80%-ը, ասֆալտապատվել է 3,4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Սիգ ասֆալտ չէ, սիգ ներկա ծավազ է։ Բնակչի բնորոշմամբ նույնիսկ այս ներկա ծավազին կարոտեն այսօր գյումրեցիները։ Երկրորդային 20 փողոցներից 13-ում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, 7 փողոցներում դրանք ավարտական փուլում են։ 20 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականին հաստատված ու 2025 թվականին իրականացված ծրագրեր են։ Կապալառու կազմակերպությունների հասանելիք գումարները կառավարությունը տրամադրեց մարտի 19-ի կառավարության նիստին շուրջ 340 միլիոն դրամ։ Այն ծրագրերը իրականացվել են 25 թվականի շրջանակներում, աշխատանքները ավարտվել էին 25 թվականին եւ փաստաթղթերի համապատասխան համայնք են ներկայացում կատարողականների չափով, կատարողականներ ներկայացնելուն պես արդեն իսկ ներկայացվել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն եւ գումարը հատկացվել է։ Քաղաքի տարբեր հատվածների երկրորդային փողոցների մասին է խոսքը ընդհանուր 3,4 կիլոմետր երկարությամբ։ 20 փողոցներից մենք ունենք 13 փողոցներ, որոնք իրականացվել են, արդեն իսկ ասֆալտապատումը շահագործվում են, դա Դանիելյան փողոցն է, դա Խնկոյան փողոցն է, մենք ունենք Հ. Սարգսյան փողոցի 3-րդ նրբանցքը, ունենք Ղանդիլյան փողոցի 3-րդ նրբանցք, Մազմանյան փողոց առաջին, Չեխովի փողոց, Երևանյան խճուղի թիվ 131 շենքից մինչև Այգաբացի 3-րդ շարք, ունենք Խորենացի փողոցի նրբանցք քոտեջների հատվածը, Գարեգին Ա փողոցն է, ունենք Չելյուստիների փողոցը, Սպարտակի փողոցը եւ Պուշկինի փողոցը, 7-րդ նրբանցքը։ Այսինքն երկրորդական փողոցներ են։ Սրանք բոլորը, բոլոր 20 փողոցները դրանք երկրորդական փողոցներ են եղել։ Հիմա աշխատանքները ընթանում են 7 փողոցների հատվածով, 7 փողոցները ավարտվեցին, իրենք համապատասխան արդեն կատարողականները ներկայացնում են համապատասխան մարզպետի աշխատակազմ, մենք մեր կողմից ուսումնասիրելով կատարողականները համապատասխանությունը, ինչպես նաև ընթացքի որակի հետ կապված այցելություններ իրականացում համապատասխան վարչության կողմից եւ դրական եզրակացություն ունենալու պես կներկայացվի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության գումարի հայցման համար։ Մինչ Գյումրիում կարելի է ուրախանալ այս հատուկենտ բարեկարգ փողոցներով, քաղաքը սպասում է փողոցաշինության սուբվենցիոն ծրագրերի նոր փաթեթի հաստատմանը։ Փաստն այն է, որ ճանապարհների անբարեկարգ այս պատկերը վարորդների դեմքին ամեն օր նոր կնճիռներ է ավելացնում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։